Նախընտրական բոնուս Բաքվից Փաշինյանի խնդրանքով։ Սա այն է քաղաքագետի, ինչ իշխանությունն անվանում է ապաշրջափակում։ Բաքուն այս անգամ Ռուսաստանից Հայաստան եկող 25 վագոն հացահատիկի համար է ճանապարհ բացել, հայտնում են ադրբեջանական լրատվականները։ Կա ապաշրջափակման բաղադրիչ, բայց ինստիտուցիոնալ հիմք չունի, ինստիտուցիոնալ խաղաղությամբ ամրապնդված չի, եւ հետեւաբար եթե պայմանական եմ ասում, բարեհոգություն է Ալիևը ցուցաբերում, վաղակար այդ բարեհոգությունը չցուցաբերի, որտեղ ինչ-որ փաստաթղթով, պայմանագրով սա չի կարգավորված։ Այդուհանդերձ էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է Երևանն ու Բաքուն արտահանման ներկրման ցանկեր են փոխանակել։ Ինչ փուլում է փոխանակման գործընթացը, հարցը չի մանրամասնում։ Հայտնի է միայն ադրբեջանական բենզինը Հայաստան ներկրելու մասին։ Սուրենյանցը վստահ է, Բաքուն այս փուլում Երևանից ապրանք ներկրելու ցանկություն եւ նպատակ չունի։ Հաճախ եմ իրանց մամուլում հանդիպում, որ ինչու պիտի խրախուսեն առևտուրը Հայաստանի հետ երկկողմ, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր։ Չնայած իրանք հաղթող կողմ են, բայց իրանք այդ դետալների նկատմամբ ավելի բծախնդիր ու նախանձախնդիր են, քան մենք։ Մյուս կողմից թրիփն է հայ-ամերիկյան ներդրումային ծրագիր ըստ իշխանության։ Մոսկվայից հերթական մեսիջն են ուղարկում այս թեմայով։ Պատրաստ են քննարկել այս նախագծին միանալու հնարավոր տարբերակներ։ Ռուսաստանում շատ հստակ հասկացնում են, որ եթե իրանք չմասնակցեն թրիփին, թրիփը կեսագործվել չի կարող, կամ Հայաստանը իր անդամ մնալ չի կարող, որտեղ իսկապես թրիփի մի շարք կարգավորումներ հակասության մեջ են մտնում ԵՄ կարգավորումների հետ։ Այդ երկու տարբեր ռեժիմների ներդաշնակեցման խնդիր կա, այդ խնդիրը առանց Ռուսաստանի մասնակցության լուծվել չի կարող, կամ էլ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա։ Թրիփը այս վիճակով աշխարհաքաղաքական բախման ռիսկ ունի իր մեջ, եւ ես խիստ կասկածում եմ դրա կենսագործմանը, եթե համաշխարհային այս տուրբուլենտությունն ու հակադրությունը չեն վերացել։ Եթե Մոսկվան թրիփի մասնակից դառնա ըստ Սուրենյանցի, կթուլանա նաև լարվածությունը։ Այս դեպքում այդ նախագծի կենսագործումն ավելի իրատեսական կլինի։